Միզաքարային հիվանդության պացիենտի վարման գործելակարգ։ Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգիչ 10-ի, միզաքարային հիվանդությունը ընդգրկված է հետևյալ կոդերի ներքո. N20 երիկամի և միզածորանի քարեր, N20.0 երիկամի քարեր, N20.1 միզածորանի քարեր, N20.2 երիկամի քարեր միզածորանի քարերի հետ միասին, N20.9 միզային քարեր չճշտված, N21-ը միզուղիների ստորին հատվածների քարեր, N21.0 միզապարկի քարեր, N21.1 միզուկի քարեր, N21.9 միզուղիների ստորին հատվածների քարեր չճշտված, N22 միզային քարեր այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ, N22.0 միզային քարեր շիստոսոմոզի կամ բիլգարցինոզի ժամանակ, N23 երիկամային խիտ չճշտված։ Տարիքային խումբ բոլոր գործելակարգը վերաբերվում է մեծահասակներին։ Սեռ, արական և իգական, լինում են բարդություններով և առանց բարդությունների։ Բարդությունների օրինակներ են երիկամային խիտ, հիդրոնեֆրոզ, պիելոնեֆրիտ, ուրոսեպսիս և այլն։ Հիվանդության փուլը կիրառելի չէ։ Բժշկական օգնության և սպասարկման պայմանները՝ արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։ Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը կարող է լինել շտապ, պլանային։ Կիրառման շրջանակը՝ բժիշկ-ուրոլոգ։ Գանգատները՝ ցավ գոտկային շրջանում, սուր ցավ երիկամային խիտ և կամ բութ բնույթի ցավեր։ Կախված քարի օբստրուկցիայի մակարդակից ցավերը կարող են ճառագայթել միզածորանի պրոյեկցիայով դեպի համապատասխան աճուկային շրջան, արտաքին սեռական օրգաններ, ազդրի միջային հատված։ Երբեմն հնարավոր է ցավի տեղակայում քիչ բնորոշ հատվածներում, օրինակ՝ էպիգաստրալ շնչառ, կոնտրալատերալ շրջան, որովայնի առաջային պատ։ Հնարավոր է ցավի բացակայություն։ Հեմատուրիա, մեզի մեջ արյան առկայություն, կարող է լինել մակրո և միկրո տեսակի։ Միզուղիների վարակների հետ ասոցիացիա, որը կարող է դրսևորվել դիզուրիկ երևույթներով։ Կարող են դիտվել ցիստիտ, պիելոնեֆրիտ։ Պիելոնեֆրիտը կարող է ուղեկցվել ջերմության բարձրացումով, սրտխառնոցով և գեներալիզացված այլ ախտանշաններով։ Անամնեզ, հնարավոր է նշի ինքնուրույն քարայառացման էպիզոդներ, ցավի սուր և կամ բութ սկիզբ, հեմատուրիայի առկայություն, դիզուրիայի առկայություն, ջերմության առկայություն։ Զննման արդյունք և ցուցում։ Արտաքին զննում են կատարում պալպացիա, տարբերակիչ ախտորոշման նպատակով կատարվում է նաև պերկուսիա գոտկային շրջանում։ Նշվում է բախման ախտանիշի դրական, ցավի առաջացում կամ եղած ցավի ուժգնացում կամ բացասական լինելը։ Հոսպիտալացման ցուցումներն են. վիրահատական բուժման որոշման կայացում ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում։ Բարդությունների մենեջմենտ կարող է ընդգրկել նաև դեղորայքային միզուղիների վարակի բուժումը սրացման շրջանում ստացիոնար պայմաններում։ Ընդգրկում է նաև միզուղիների դրենավորումը օբստրուկցիաների դեպքում։ Խորհրդատվությունների տեսակներ կարող է ընդգրկվել սրտաբանի, ներզատաբանի, երիկամաբանի, ինտենսիվ թերապևտի, ընդհանուր վիրաբույժի խորհրդատվություն։ Կատարող լաբորատոր հետազոտություններն են. արյան ընդհանուր հետազոտություն, կրեատինի որոշում արյան մեջ, միզանյութի որոշում արյան մեջ, գլյուկոզայի որոշում արյան մեջ, էլեկտրոլիտների որոշում, իոնիզացված կալցիումի որոշում, մեզի ընդհանուր հետազոտություն, մեզի արյան կամ այլ կենսաբանական հեղուկների բակտերիոլոգիական հետազոտություն, հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշումով, կոագուլոգրամա, հեռացված քարի կառուցվածքի որոշում հնարավորության դեպքում, 24-ժամյա մեզի հետազոտություն, ըստ անհրաժեշտության մի շարք այլ հետազոտություններ։ Գործիքային հետազոտություններ միզաքարային հիվանդության ախտորոշման նպատակով։ Դրանք են ուլտրաձայնային հետազոտություն, հիմնականում ընդգրկելով որովայնի և կոնքի օրգանները, միզուղիների ռենտգեն, համակարգչային շերտագրություն, կոնտրաստ նյութի օգտագործումով կամ առանց։ Երբեմն վերոնշյալ հետազոտությունների ոչ լիարժեք պատասխան տալու պարագայում կարող են կիրառել ուրեթրոցիստոսկոպիա և ուրեթերոռենոսկոպիա հետազոտությունները։ Բուժման նպատակով կիրառվող դեղորայքային խմբերն են ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղորայքներ, հակաբորբոքային, հակամանրէային, ցավազրկող, սպազմոլիտիկ, ալֆա-ադրենոռեցեպտորների պաշարիչներ, քեմոլիզ հիմնայնացնող դեղորայքով միզաթթվային քարերի կապակցությամբ կարող է կիրառվել դեկոմպրեսիա օբստրուկցիաների ժամանակ։ Դեկոմպրեսիայի երկու տեսակ՝ միզածորանի սթենտավորում, նեֆրոստոմիա։ Կախված քարի չափերից, տեղակայումից, բուժառույի կլինիկալաբորատոր տվյալներից,
Ընտրվում է բուժման մի քանի եղանակներից մեկը, օրինակ, պահպանողական, դեղորայքային, սահմանվում է հսկողություն, ակտիվ միջամտություններ, օրինակ, հեռահար հարվածալիքային քարափշրում, էնդոուրոլոգիական միջամտություններ, ինչն իր մեջ ներառում է պերկուտան նեֆրոստոլիթոտրիպսիա, ուրետրոռենոսկոպիա եւ լազերային լիթոտրիպսիա, ռետրոգրադ ինտրառենալ վիրաբուժություն, ցիստոլիթոտրիպսիա, մեխանիկական քարահեռացում բջիջների օգնությամբ, երբեմն կարող է կիրառվել բաց վիրահատական մեթոդը, լապարոսկոպիկ, ռոբոտիկ մեթոդները։ Հիմնականում սրանք կիրառվում են, երբ նախատեսվում է կատարել մի քանի վիրահատություն, որից մեկը քարի հեռացումն է։